Ջուրը երկրի բարգավաճման գրավականն է, կյանքի խորհրդանիշ։ Հայոց աշխարհը միշտ հարուստ է եղել քաղցրահամ ջրով, ինչի համար նրան հնում անվանել են Նայիրի, գետերի, ջրերի, առուների երկիր։ Սակայն այդ ջուրը դեռ պետք էր հասցնել մարդկանց տները ու այգիները։ Պետք էին ջրանցքներ, ջրատարներ, ջրամբարներ։ Հնում դա կարող էին անել միայն արքաները, քանի որ դրա համար պետք էին հսկայական միջոցներ, բազմաթիվ հմուտ շինարարներ և խորը գիտելիքներ բազմաթիվ ոլորտներում։ Որքան լավ էր զարգացած երկրի ջրամատակարարումը, այնքան հզոր էր հայոց պետությունը։ Մեզ հայտնի ամենահին ու ամենաերկար ջրանցքներից մեկը Քրիստոսից առաջ 8-րդ դարում կառուցել է Մենուա արքան։ Նա ոչ թե քաղաքը կառուցեց գետի ջրի մոտ, ինչպես ընդունված էր հնում, այլ հակառակը, քաղցրահամ ջուրը բերեց հասցրեց քաղաք, Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա։ Ջրի ճանապարհին հանդիպած ժայռերը փորվում էին, տեղ-տեղ անգամ թունել էր բացվում, ձորերի վրայով կառուցվում էին ջրանցույցներ, ակվեդուկներ, որոնք հին Հռոմում տարածվեցին միայն դարեր անց։ Վարպետները ջրանցքի հատակն այնքան լավ էին մշակել, որ հնարավոր չէր անգամ մեկ փոքրիկ քար պոկել։ Ջրանցքն ուներ մոտ 80 կիլոմետր երկարություն և Տուշպայից բացի ջրով էր ապահովում նաև 42 գյուղ, ինչպես նաև այլ օգուտ էր տալիս, նրա երկայնքով 40 ալրաղաց էր աշխատում։ 3000 տարվա ընթացքում Մենուայի ջրանցքը վերանորոգվել է միայն մեկ անգամ, 1950 թվականին։ Այն գործում է և այսօր։ Բոլոր կառուցված ջրանցքները մշտապես հսկում և պաշտպանում էին թշնամիներից հատուկ զորքերի օգնությամբ։ Ջուր գողանալու կամ ջրանցքները վնասելու համար խստագույն պատիժ էր սահմանված, իսկ ջրի բաշխումը գյուղացիներին կազմակերպում էին թագավորի կողմից նշանակված մարդիկ, որոնք հատուկ կնիկներով դրոշմում էին բացված առուների խոնավ հողը։ Խմելու ջուրը ամրոցներին ու քաղաքներին այն ժամանակ հասցնում էին խողովակաշարերով, որոնք հավաքվում էին թրծված կավից կամ քարից պատրաստված խողովակներով։ Այդպիսի ջրատար Գառնիից մինչև Էրեբունի անցկացրեց նաև Մենուայի որդին, Արգիշտի արքան, իսկ ամրոցի մոտ կառուցեց ջրամբար, որն այսօր էլ կա և հայտնի է մեզ Վարդավառի լճակ անունով։ Խմելու ջուրը միշտ եղել է իսկական հարստություն, այսօր այն նավթից էլ թանկ է, և Հայաստանը, որը քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ ունի, իրոք շատ հարուստ երկիր է։ Մենք հպարտանում ենք մեր ջրի բացառիկ համով և բարձր որակով, բայց համեղ հայկական ջուրը վայելելիս մենք պետք է նաև ճանաչենք ու հարգանքով հիշենք բոլոր մեր արքաներին և շինարարներին, որոնք բազում դարերի ընթացքում հարթում էին հայոց աշխարհի կենարար ջրի ճամփան դեպի ամեն հայի տունը։